Փարվանա լճի գեղատեսիլափին կան գյուղեր, որոնց միջով անցնելիս կարելի է միայն հիանալ նրանց ունեցած բնությունով։ Այդ գյուղերն են Ռադիոնովկա, Վլադիմիրովկա եւ Փոկան։ Չնայած Ռադիոնովկա, Վլադիմիրովկա գյուղերը իրենց մասշտաբով փոքր են, սակայն ունեն մեծ հիմնախնդիրներ, որպեսզի այդ հարցերը որոշ չափով լուծվեն, գյուղի զարգացման ծրագրից եւ տեղական բյուջեից հատկացվել է գումար տարբեր շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Ախորենիսանիչ մետ 10 տոչկա կադրացվի նորից վարկան 1 կիլոմետր շատ ընդհանուր գիտե կադրել չէ ծաղրել բաց տեղերը ծաղրել երկաթը բաց է պլաստմաս ուաշերը участкանը վերեն գալով երկաթը կացումներ կա այդ կացումները ուաշը ուր տեղերը որ կացումին դե ինչ կե Ղեկավարությունն ամեն ինչը կարգավորեցին ջրին բանը, ջուրը լավ է։ Շատ լավ է։ Ողջունիք ջրի համար հələ ժամանակավոր դե հաշիք ինչ կերնի։ Այնքան ժամանակ է որ գյուղը չուներ։ Գյուղը չունի ջուր, դե երևի 10 տարի։ 10 տարի էր ջուր չունի։ Իսկ այսօր ապահովված է։ Այսօր ապահովված է։ Մինչև գեղի բոլորը պոմոսի ապահովված են ջրով։ Մինչև Այստիսինան ջուր կար, այստիսինան ժողովուրդը առանց ջրի էր, սաղ, դե 10 տարի է, ամարտը դե քանի տարի է կերտակուկա տեսնիկը, ժողովուրդը ինձ կուկային բաներով, ջելոզով բանով ջուր կծանի, հնարավորություն չունեին ուր կային։ Բացի խմելու ջրից, այն ինչպիսի հիմնախնդիրներ ունի այսօր գյուղը։ Այդպես խնդիրներ շատ խնդիրներ կա, ճանապարհներն է ճանապարհ չունենք, իրանք կան, իրանք դուշվինգը Լավշիմ, այդպես ամեն ինչով այդպես բավարարված ենք։ Ուրեմն վերջի տարիներս մեր շրջանի ղեկավարների սազները իրականություն դարձավ։ Կրնամսիո պատմության մեջ դաժե առաջի թիվն է, էլի, որ ինչ ասի ների մարդիկ։ Ուրեմն գյուղական ծրագրով Ռադիոնովկային հատկացվել էր 8500 լարի։ Փողը ծախսվել է գերեզմանոցի ցանկապատների համար, ցանկապատը կատարած է 100%-ով, սետկայով շատ լավ ցանկապատ է։ Նորից 6500 լարի տեղական բյուջեն հատկացել են, Գանգեբելին ներկա էր ձմեռը գյուղացիների խոստվավ, հարսնացտան մեջ կասմետիկան երած, շպագիլոկա, կրասկա, ու այսօր նորից խոստվավ սեղանաթորի պակաս ունենք, որ սեղանաթորներն 100%-ով կստանան մեր գյուղացիները ու մենք հույսով ենք 100%-ով կստանանք։ Տամբովկայում 6200 լարի սելսկի պրոգրամով հատկացած փողը օգտագործել ենք ջրի բասեյնի կապտե չեշինված։ Նորից տապալնի տելնի 10000 լարի ժողովրդի խնդրակով իմ խնդրանքով ղեկավարներից 10000 լարի հատկացրին տեղական բյուջեն, 10000 լարին հերիկերով 910 մետր ջրակից, թեզա ջրակից, ուրեմն Գյուղի ցենտրից մինչև մյուս թաղը ապահովավ լրիվ տները ջրով ապահովան գոյեն ժողովուրդը։ Ասպարայում հատկացված էր 3500 լարի գյուղական ծրագրով, նորից 5000 լարի տեղական բյուջեն հատկացրին, ճանապարհներ անանցկանելի էր, 2 հատ կարմոջ է կառուցվել։ Այսօր կոնկրետ Ջավախքի ամենածայրամասային գյուղերն են, ամենատանջող ցավոտ հարցը ճանապարհների հարցն է, միջ գյուղային ճանապարհների հարցը։ Կենտրոնական ճանապարհը բոլորս շատ լավ գիտենք, ունի Նոսմինդա Թբիլիսի տանող ճանապարհը առաջի կարգի ասֆալտապատած է, շատ հաճելի է, բայց ինչ մնում է Ռադիոնովկայից Տամբովկա, Տամբովկայից Ասպարա, շատ անանցանելի ճանապարհներ են։ Իհարկե մեր ղեկավարները տեղում տեղյակ են, եկել են տեսել են ու այս տարվա բյուջեի մեջ 100%-ով հույս ունեմ, որ այս ճանապարհների հարցը կլուծվի այս տարվա մեր այս ջանքերով, աշխատանքներով, չարչարանքներով կլուծենք այդ հարցը, ինչ որտեղ զաստիպկաներով, բաներով կտեսենք, որ ժողովրդի մոտ անցանելի է։ Երևի չկա մի գյուղ, որ չունենա իր սոցիալական հիմնախնդիրները, անկախ նրանից այդ գյուղերը մեծ են թե փոքր։ Շրջանի Գամգեբելի Գագիկ Արսլյանի խոսքերով հնարավորության սահմաններում նրանք կաջակցեն բոլոր գյուղերին անխտիր, որպեսզի լուծեն բնակիչների խնդիրները, ապահովելով նրանց նորմալ ապրելակերպ։ Եթե փողայս ենք սկսում, ուրեմն ասենք, որ այնտեղ նախատեսված էր մոտ 23000 լարի գյուղական ակումբի վերանորոգման համար, 8500 լարի նախատեսված էր գերեզմանատան պատման համար, 5000 լար նախատեսված էր սպորտ ինվենտարի ձեռքբերման համար եւ մոտ 10000 լարը մենք նախատեսել ենք այդ սպորտային ակումբի բարեկարգման համար։ Աշխատանքները դեռևս պետք է ասեմ, որ սպորտ ինվենտարը
ձեռք բերված է, դա բիլիարդներ, հիմնականում եւ որոշակի այլ սպորտային ապրանքներ, որոնք ճիշտ է մենք չնկարահանեցինք, բայց նրանք առնվել արդեն ակումբում շինարարություններն ընթանում է մի քիչ դանդաղ է, որովհետեւ այնպես իրադարձություն է, որ ասենք հարսանիք է թե թաղում է այդ ցենունտը կենոնքը հիմնականում անում են այնտեղ եւ նրանք ստիված այդ օրերի արանքում են տեղավորվում, որովհետեւ կարողանան իրենց աշխատանք իրականացնել եւ նույն ձևով կարող եմ ասել, որ 8500 լարի իրացվել է 8500-ով գերեզմանի պարսպապատման աշխատանքները։ Աշխատանքները ընդունվել են, աշխատանքները կատարվել են եւ մեր աշխատանքային խումբ այցելել է գնահատվել է եւ ընդունվել են եւ գումարները արդեն վճարված է դրանից ելնով կարելի է եզրակացնել որ ասենք աշխատանք իրականացել եմ երկու խոսք ուզում ասել Տամբովկայի մասին որտեղ կար ջարի խնդրեմ շատ կցանկանայի որպեսզի այդ ակունքներից մի 4 հատ լիներ քաղաքի համար մեր ցավոք սրտի դա բավականին մեծ հաճույք է մեզ համար եթե մենք ասենք Տամբովկայից բերենք բայց պետք է ասեմ որ նրանց գյուղի համար նախատեսած 6100 լարին եւ գումարած մեր կողմից տրամադրված 10000 լարին լրիվությամբ իրացվել է եւ ասենք ասելադարձամ Տամբովկա գյուղը կարող ենք ասել որ փուգա գյուղի նման ջրի խնդրից արդեն սրկված են նրանք այդ խնդրի առաջ չեն գնաց հիմնական նրանց խնդրը կարող եմ համարել ճանապարհը որը տեսնենք մյուս տարի ծրագրում պետք է հարց իրականացնենք վերջնական լուծում տանք Գյուղի զարգացման ծրագրից հատկացված գումարները արդեն իսկ ծառայում են իրանց նպատակին վերոհիշալ գյուղերում, իսկ աշխատանքի ու որակին հետևում են տեղի ղեկավարությունը համատեղ աշխատանքային հանձնաժողովի անդամների հետ։